Այս տեսարանից կարծում եմ արդեն հասկանալի է, թե ինչ է սպասվում այսօր, այո, այսօր պատրաստելու եմ սուշի, փորձելու եմ նաև պատրաստեմ կամ տեսնեմ կամ ժարի տարված կամ ջեռոցում, այսինքն դեռևս չեմ ստուգել արդյոք հնարավոր է այնինչ ես ներկայիս պահին տանու ունեմ դրանով պատրաստել, եթե ստացվի կսարքեմ նաև այդպես, բայց սովորականը հաստատ սարքելու եմ ու այս անգամ մանրակրկիտ ձեր համար նկարելու եմ, անցյալ անգամ Հայկո ինձ տանն էինք, չստացվեց, թեմուից տեսակ որ սա ևս պատվիրել եմ, գեղեցկություն ձեզ, մի խոսքով Արջևում սուշի դեյ է և որոշել եմ նաև քունջութով պատրաստեմ այս անգամ և թունայով և վարունգ պամիր և պատրաստելու եմ նաև թունայով աղցան որպեսզի տենց թեմայի մեջ լինեն ձկնային էլ ինչ պատրաստեմ մեկ էլ Արտուրիս համար կապրեզ է ինքը շատ է սիրում մշտական հացիկներով իրա սիրելի Մի խոսքով, համեղ ընթրիք է գալիս Բրինձը պատրաստելու եմ իր վրա գրված ցուցումներով Ոյ ուտեմ ես քեզ Ու գիտեք, բրինձի քացախ հատուկ կա Կպչունություն ապահովելու համար Մի արա տղես Կպատրաստեմ, մի անգամից պատրաստի տեսքը ցույց կտամ ձեզ Մի վարկյան տղես 1.5 բաժակին լցնում ենք 15 մլի քացախ բրնձի և ավելացնում ենք 3 բաժակ ջուր եռալուց հետո թողնում ենք 15 րոպե հետո փակած բերանով 10 րոպե և թողնում ենք սառչի այսքան գործողությունները ասեցի էլ մանրակրկիտ չեմ նկարի մի անգամից կեփեմ էփա ցույց կտամ ձեզ Since and since me teachers made hop Since hop tachi Շախշաղուն գահարես Հիմա շատ արագ հուսով եմ երևում է օքեյ Դավը իմ մյուս շտատիվը կոտրել է ու դրա համար հիմա ինձ շատ անհարմար է նկարել է Կարանք մի քանի շերտ ցած փաթաթենք, հաշե խնդիր չկա Սա այսպես, սա պատրաստ է, խնդրում ավոկադոներս նայք էլ Տեսնենք որ նա ողջ մնացել շատ դավ դանակը ձերը, սա խնդրում եմ այդքան մոտիկ ինձ մի արի, բայց ես էլ եմ վատը Այո Ես թումա մեջը չի լինելու մի հատ ավոկադո կտեսնենք Հիշեք խոսքը Օ, այս օքեյ օտա Կհեռացնենք այդ վատ հատվածները, կարծում եմ այդքանը հերիք հա, հետո մենք ինձ թվում է սրանք Դավը գնացել է կտրտի իրա վարունգը Ես էլ այդտեղ արանք ինները կտրտեմ Շատ տղես, քո մոտ լավ է անցնում Այստանեն Չեմ անի ոչ մի բան ձուկը Հա ձարքս Ձուկը հենց սենց թող մնա Տենց կշարենք վրան կամ հենց կտրած կլցնենք վերջ Դնում ենք նորին Նորին պետք է դնել ոչ փայլուն հատվածով Ինչ դնով որ տեսել եմ Կանան լրից սարելա Մեզ պետք է մի փոքր ջուր Այնտեղ իրենք չափով գնդիկներ են անում, չգիտեմ ինչեր են անում, ես տենց չեմ անում, ես տենց իմ համար վերցնում եմ, իմ աչկա չափով, ոնց որ ես եմ ուզում, ինչ չափի որ ես եմ ուզում, տարածում ենք, եթե թաց չես անում ձեռքդ, շատ կպչում է բրինձը։ Վերցնում ենք պանիրը, ես
վերցրել եմ Ֆիլադելֆիայի։ Ուրեմն, պանիրը կսում ենք սենց։ Փորձում ենք սենց գնդի նման կսել, պետքա վաբշե իրան լցնել տարայի մեջ, դա բս մի արա։ Իրան պետք չի էլի տարածել ամբողջ բրինձով մեկ, հասկացեք։ Իսկ Ֆիլադելֆիայի դեպքում առհասարակ ուրիշ ձև ենք տարածելու պանիրը ցույց կտա։ Էս էսպես։ Սիրում եմ, որ անձեռոց կա լինում իր ձեռքից տակ։ Էս մեկը կդնենք վարունգ։ Վարունգ։ Կրաբիկ։ Մոքենք, այսքանը բավական է։ Հիմա, մի հատ, բռնում ենք այս ծայրից։ Ու քառակուսիացնում։ Ծայրերը ուղղելու համար նմանատիպ հարմարանք ենք վերցնում, այսպես ամենածայրի հատվածից դնում ենք։ Սա մեկ։ Հետո շրջում ենք։ Նորից ամենածայրի հատվածից դնում ենք։ Խնդրում եմ էլի ովքեր իդեալական տիրապետում են այս աշխատանքին ինձ չքլնգել մեկնաբանություններով։ Պերջ։ Հաջա։ Լավ չի կպել։ Ուրեմն, կտրում ենք։ Սկզբում երկու մասի ենք բաժանում։ Եվ արդեն մնացած տարբերակները պատրաստում ենք ըստ ճաշակի, այսինքն գործողությունները նույնն են, պարզապես տարբերվում են միջուկները։ Մեկը պատրաստում ենք ավոկադոյով սաղմոնով, միայն պանրով, պանրով ու սաղմոնով եւ այլն, ըստ ձեր ցանկության, ինչպիսի միջուկ դուք կցանկանաք։ Կես նորի վրա տարածում ենք բրինձը, ներքևի հատվածում թողնում ենք մի փոքր բաց, իսկ վերևի հատվածում տարածում ենք նորից առաջ բրինձը, այսինքն նորից դուրս պետքա մնա եւ զգուշությամբ շրջում ենք։ Պատրաստում, ուրեմն կես հատ նորին կիսում ենք երկու մասի, բրինձը կսում ենք, այս հատվածում մի քիչ թողում ենք, որ բրինձ չլինի, բայց բրինձը կսում ենք դեպի առաջ, տարածում ենք, ինչ եմ ասում, կսել չգիտեմ։ Վերցնում ենք պանիրը ու կսում ենք այսենց պանիրը գթալի օգնությամբ, այսպես։ Ու պանիրը անպայման դնում ենք բրինձի վրայից, պատկերացրիք, ոչ թե դատարկ մասից, այլ բրինձի վրայից ենք պանիրը դնում։ Հիմա ավելացնում ենք վարունգը, փորձում ենք փաթաթել, այնպես որ ստացվի քառակուսի։ Մի հատ այսպես քառակուսի տեսք ենք տալիս իրան, բռնելով, հետո արդեն ընդհանուր այսինչ ենք անում իրան։ Ինձ թվում է իմ հայտը խնդիր ունի, որովհետև ես իրան տոչնի, նու ստացվել է, հա, քառակուսի, բայց որ ասեմ տենց իմ սրտով քառակուսի է, չէ։ Հետո այս կողքերի հատվածն ենք ուղում, կարող է
դանակի միջոցով կամ այսպիսի հարմարանքի միջոցով ուղղել։ Ջան։ Մեկ վիդեո YouTube եմ գցում տղես։ Ընդհանրապես չափեր կան, օրինակ ձուկը կդնելու։ Մամ, մի րոպե եկա, ես մեկ վիդեո։ Ոնց դնենք, չէ, չգիտեմ, իմը որ։ Okay, լավ։ Թող լինի այսպես, չի խանգարում։ Այս սենց լավ, okay, բան եմ, հասկացա։ Ընտանենք, որ ամբողջական լինի։ Այս Ֆիլադելֆիան իմ ամենասիրած սուշի տարբերակն է, հենց որ իրանից 3 հատ կսարքենք։ Այս էլ մի քիչ բարակ է եղել, թող այստեղ մնա, չի խանգարում։ Տնավարի տնական սարքում ենք։ Հաստ մեջը շատ։ Իրականում համը շիշատի մեջ է, համը ճիշտ բռնացրած բանի մեջ է։ Չափերի։ Նես չէ բրդուջա, որ ինքը շատ լինի այդքան համովա, տենց չի։ Կստատի ինեսենց տանը մենք արել էինք ու առանց բանի էինք արել։ Առանց սրա ու ավելի լավ է ստացվում, հեսա մի հատ էլ առանց դրա կփորձեմ այս չի կտրել։ Շատ սիրուն էր եղել ընկերտին։ Սա լավ է։ Ուզում եք խնջութով սարքեի, բայց այդքան ճիշտ ասած հավես շուն։ Մյուս ռոլի համար մեզ վարունգը պետք է այսենց հանել։ Կարի ես կտասեմ այշա։ Դա բլը մի վարկան տես։ Վերջինն է։ Բրինձը շատ քիչ է եփել, չգիտեմ ինչի։ Կարծում չէ ևս։ Մի քանիս է։ Փակի դավ սարնայինը, տես ձենը հանում։ Քանի կրպեմ գեր։ Տակի դարակն է մանդարին ամենը։ Արունգները պատրաստ են։ Մի հատ մաքրենք ես մեր անհաջող գնումը։ Բայց ուրիշ տեսակ ես չտեսա անկեղծ ասած։ Չէ, ձակս դրանով չէ։ Մի հատ սանցանեմ ինձ տեսեք և ընդմիջենք Դավիդի մանդարին մաքրելու։ Դավիդի համար։ Չէ, վարունգը կտրատել ես դու արդեն մի արա։ Դավիդ վերջ։ Ուրիշ աղջիկներ ջան, ոնց եք, նայեք ինչ գեղեցիկագույնս ռոլեր ենք ստացել։ Բրինձը քիչ է եփել փաստորեն, պետք է շատ անեն։ Okay, մյուս անգամ կիմանամ արդեն չափում մտավոր։ Հայկո ինձ հետ 1.5 բաժակ էինք արել, հիմա մի բաժակ եմ արել, մտածելով, որ 2 հոգով ենք ուտելու, դավը տենց չի ուտում։ Մի հատ 2 հատ ուտի, թե չի, պետք է երեխեքի համար է մի բան մտածեմ սարքեմ։ Անդավս, վերջ, անցանք վերջին տեսակի, անդավս, տղես վերջացրեմ, կարամ ես էլ ուտեմ նենց սարնը հաճելի, լավն է, լավ, Դել, միջև պեչ, միջև մեջելի բանա, Հիշում ես, որ տենց եղավ։ Այս ռոլի պատրաստման եղանակը նույնն է, կես նորի վրա, ինչպես որ Ֆիլադելֆիան էինք պատրաստում, տարածելով բրինձը առջևի հատվածում մի փոքր նորից դուրս, իսկ ներքևի հատվածում
թողնում ենք, որպեսզի նորին մնա առանց բրինձ, որպեսզի կարողանանք պտտենք։ Միջուկը իմպրովիզացիա է, ավելացնում եմ կրաբի ձողիկներ և սաղմոն, իսկ փաթաթելուց հետո վրան ավելացնում եմ մեր վարունգները, որը որ տեսակ հոլովակում, թե ինչպես եմ կտրատել կլպիչի օգնությամբ։ Դավիդի հիպերակտիվությանը ուշադրություն մի դարձրեք, քանի որ Դավիդը տանն է, ու ինքը դպրոց չի գնում, իր էներգիան պահպանվում է լիարժեք, ու ոնց որ ասած իմ աչքը լույս էլի, գիտեք, ես որ մամաները հիմա այս արձակուրդներում իդեալական հասկացան ինձ։ Չեմ կարծում, որ տենց երեխա լինի ում հեռախոս չթողես նայի, ու տենց խելոք իր համար խաղ է ինչ-որ բանը։ Այսօր նոր խաղել էինք, առել Դավիդին դուրս էինք եկել, բայց 5 րոպե տևեց։ Աղջիկներս, հիմա շուտ ձեր համար սիրուն կդասավորեմ ու կնկարեմ ու կսպասեմ ձեր կարծիքները։ Բրինձես քիչ էի արել, թե չէ սրանցով էլ են ավելորդներով են եռանկյունաձևերից կպատրաստեինք միասին։ Աղջիկներս, քանի որ օրը ձկնային է, դրա համար այսօր պատրաստելու եմ թունայով աղցան նաև, իմ ֆիրմնի աղցանն է, առհասարակ չգիտեմ ով ոնց է պատրաստում, բայց կոնկրետ ես միշտ սենց եմ պատրաստում ու եմ որ շատ եմ սիրում։ Հիմա միասին պատրաստենք։ Իդեպ այստեղ դրել եմ սուշիներ և սոյայի սոս, որպեսզի հիմա վերջացնեմ ու միասին կփորձարկենք։ Անցանք գործի։ Առաջին հերթին վերցրել եմ թունան իր յուղի մեջ, որպեսզի ձեթ չօգտագործեմ, կամ մի փոքր կտեսնենք հələ, եթե պետք լինի կավելացնեմ ձիթապտղի ձեթ։ Մի անգամից դատարկում ենք։ Ես ինձ զգում եմ են Տոմի Ջերիի մեջի տատին, որ մենակ ոտքերն է երևում։ Այսօրվա վիդեոյի մեջ ես այդպիսին եմ։ Բայց պրինցիպի որ ուզեմ, այս հենց ուղղակի պատրաստած չեք տեսնի։ Ես հաշետ ձկան կոնսերվաներ սիրում եմ ու յուղով, տոմատով չեմ սիրում։ Այդ թվում նաև թունը։ Հիմա լայֆխակ սուշիի հետևանքով առաջացած ավելորդ վարունգներ և ավոկադո չեմ անում, բայց քանի որ ավելացել է չեմ ուզում թափեմ, դրա համար պատրաստենք հիմա։ Կտրատում ենք վարունգը։ Անիմաստ մասը հեռացնում ենք մի քիչ կրծում։ Ու սիրում եմ այս աղցանի մեջ շատ լիմոն, շատ, ինչքան հնարավոր է շատ։ Չափը չգիտեմ ոնց մատահի կտրատում ենք։ Եվ գնաց, ամեն մեկից մի տեսակ վերցրել եմ սենց, ու հիմա սկսենք սրանից։ Ահա որ համովան, նսել, ու յնգավ։ Շատ համովան։ Տեսնենք վարունգովը։ Ամենը սիրելի սուշի տեսակը, որը որ ես երբեք չեմ դավաճանում։
Իդեալական է։ Չեմ սրտում, դա փորձարկում եմ սուշիներում։ Կարելի է ամեն օր սարքել։ Ամեն օր, ուղղակի։ Դա մի հատ պատարագ կտաս, մամային տղես։ Տուն մի հատ է սալաթից փորձեմ։ Նստել է, կշտացա։ Մի հատ պատարագ հաղանցած։ Մի հատ է քեզ։ Ես ասել եմ, որ ես սիրում եմ լիմոնը դաբլ։ Դամար առանց համ անգամ փորձելու լիմոնը սարքում ենք դաբլ։ Ո՞նց է շուշի խայտը։ Խոթամովա։ Անջուղ եմ ասում, իդեալական է ուղղակի։ Համերը սախտա։ Հանդավլավնա։ Շատ։ Դաժե շատ, չէ։ Ցամփր։